Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է հետևյալը. Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն։ Սևանա լիճ չկա, կա Գոյչա։ Եվ Ալիևը սրանով հայտարարում է, որ իրենք պատրաստվում են վերադառնալ Հայաստանի Հանրապետություն։ Այսօրվա գործող իրական ինչ անուն ուզում եք դնեք, այդ Հայաստանի Հանրապետությունը։ Ալիևը ելույթ է ունեցել Գիտությունների ազգային ակադեմիայի իրենց Ադրբեջանի 80-ամյակին եւ իր ելույթում նշել է, որ ցավոք տարիներ շարունակ հայկական կողմից Թուրքը խեղաթյուրել են մեր պատմությունը եւ այս քարոզությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները ցույց են տալիս, որ Ադրբեջանինն են ամեն ինչ, չգիտեմ, ես այդ ելույթ ունեցել։ Ցարական Ռուսաստանի քարտեզները, բան Եվ ասում եմ, որ հայ ժողովուրդը եկվոր ժողովուրդը հայերին այստեղ բերել են, Ալիևի ելույթն եմ ձեզ համար ուրեմն ներկայացնում։ Եվ ասում եմ, մեր ժողովուրդը ներդրում է ունեցել այն երկրների պետականության մեջ, որտեղ ապրում է։ Եվ այսօր էլ ոչ մի երկրում ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծում եւ չեն ստեղծի որևէ պետության կամ որևէ այլ ժողովրդի համար։ Հետեւաբար, ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ պետությանը։ Հիշեք այս հայտարարությունը, ինչ որ ժամանակ հետո սա ասելու է նաև Նիկոլ Փաշինյանը։ Չի եղե բան էս մարդը ասի, եւ հետո Նիկոլ Փաշինյանը դա այստեղ չկրկնի իր տարբերակով։ Բայց ինչ կա վախենալու։ Օրինակ ոնց էր Միջանսկի պահը, Միջանսկ տալը հանցագործություն էր, չէ՞, ինչ որ մի ընթացք։ Բայց հետո ասում եմ, բայց ինչ կա դրա մեջ, թող գնան գան, թող գնան գան, ապա բան չկար դրա մեջ, որ թող գնան գան։ Ոնց է այդ վաղ Միջանսկ էր։ Հիմա անխոչնդոտ ճանապարհը անունը Տրիփա։ Հա, էլի Միջանսկը տվել են, բայց հիմա էլ է դա։ Հիմա նախկինը ինչ էին ասում, որ մեկ թույլ չենք տա բան եւ այլն եւ այլն։ Հիմա նայեք Ալիևն ասում է, դուք չպետք է վախենաք, դե պետք է ադրբեջանցիները գան ձեր մոտ բնակվեն։ Մի սիրելի հայրենակիցներ, լավ 600,000 մարդ Ադրբեջանից, խորհրդային Ադրբեջանից, խորհրդային միության փլուզման ժամանակ, պատերազմի տարիներին, մինչ այդ գաղթել է այնտեղից եկել է Հայաստանի Հանրապետություն։ Եվ Հայաստանի Հանրապետությունում նաեւ նրանք տեղավորվել են այն տներում, որտեղից որ գնացել են ավելի քիչ թվով, ավելի շատ քիչ թվով ադրբեջանցիներ։ Ոչ ոքի չի կարող խաբել։ Նաև այստեղից գնացած ադրբեջանցիներին մենք պատրուլներով ոստիկանական, պետական փոխհատուցումը, փողերը տալով, բանալով ճանապարհել ենք։ Էս է պատմությունը։ Հիմա Հայաստանը չի բարձրաձայնում, որ հայերը կարող են վերադառնալ Ադրբեջան ապրել։ Հայաստանը չի բարձրաձայնում, որ հենց նոր էթնիկ զտում ա եղել Ղարաբաղում, 150,000 մարդ էթնիկ զտման ցեղասպանության է ենթարկվել, դուրս է արվել այնտեղից եւ գտնվում է Հայաստանում եւ արդեն այլուր։ Եվ Ալիևը, քանի որ այդ թեմաները փագել է Հայաստանում իր գործընկերները, Հայաստանն ունի քը պարտներներ, ովքեր իր շահերից են աշխատում, իր շահերն են սպասարկում, գոնե այդ մարդիկ լռում է, ինքը արդեն եկել է հաջորդ փուլ, ասում այ ախպեր ջան, ինչ Սևան, ինչ չգիտեմ ինչ, Ժորժ ջան, դուք գոյչա, այդ լիճանը գոյչա է։ Հաջորդը գալու են ասեն մենք գալիս ենք այդ դրա փամեր շրջանում պիտի ապրենք։ Հիմա այդ լճանը գոյչա է։ Դրա ափերում ոնց կարող ադրբեջանցիներ չապրեն, կարաք ինձ բացատրեք։ Եթե Սևան է, լավ, օքեյ, բայց եթե Սևան չի գոյչա է, ոնց կարող ադրբեջանցիները չապրեն։ Պիտի ապրեն։ Եվ այս ամեն ինչի ֆոնին վարչապետը այսօր հայտարարել է, որ ինքը առաջադրվում է որպես իրանց ցուցակում, չգիտեմ ինչ։ Ընտրությունները հունիսին է, ինքը հիմա այսօր, արդեն այսօր է առաջադրվել։ Այնքան ժողովրդավարական process-ների մեջ են, որ արդեն այսօր իրանք առաջադրվել են եւ պետք է մասնակցեն ընտրությունների։ Ժորժ ջան, հիմա ունենք երկու ճշմարտություն։ Կամ Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է եւ ադրբեջանցիները գացին Հայաստան, այսինքն իրանք չեն ասում դուք ցե չեք ապրելու, իրանք ասում են դուք եք ապրեք։ Բայց պետք է մենք եք գանք ապրենք։ Բնականաբար իրանք ասում են այդ 360,000-ը ինչքան է, արդեն ամուսնացել են, երեխեք են ունեցել, թոռներ են ունեցել, ծերունդի մասը մահացել, ապա նոր սերունդ կգա, մի մտածեք։ Ու կռիվ բան չէ։ Պետական Ադրբեջանի նախագահականի ինքնաթիռ էր եկել, տեսակ ադրբեջանցիներին բերել պրոպագանդիստներին, Լաչինի Միջանսկ փագող ստահակ տականքներին։ Այդ դրանք եկել էին, հիմա ուրիշները կգան, հետո ուրիշները կգան, հետո ուրիշները կգան։ Մենք գալիս ենք ախպեր։ Որն է հայ ժողովրդի արձագանքը, որն է Հայաստանի պատասխանը։ Զրո Նիկոլ Փաշինյանը առաջադրվել է, որ նորից ուզում է դառնա էլի վարչապետ։ Սիրելի հայրենակիցներ։ Այս ամեն ինչը կանգնեցնելու համար այդ համանությունը փոխել։ Հիմա նայեք, Արադլերը հանեցին կնիկներից։ Հիմա զինանշանի վրայից են հաջորդը հանելու։ Հետո Սևանը գյոյչա են կոչելու։ Այսինքն այս process-ն ինչի համար, որովհետև Ադրբեջանի եւ Թուրքիայի պլաններում չկա Հայաստան։ Կա Հայաստան, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջան, եւ եթե դուք խելոք մնաք որպես Արևմտյան Ադրբեջան, այստեղ կզետեղվեն ադրբեջանցիներ, բնականաբար կբազմանան ավելի շատ հայ ադրբեջանցի կլինի ժամանակի ընթացքում, քան հայ,
Եվ այս երկիրը կվերցնեն իրաց ձեռքը շատ հանգիստ։ Ստրատեգիան սա է, պարզա, բոլորը տեսնում են, բոլորը գիտեն, բայց հանգիստ ինչ-որ բաներով են զբաղված։ Ասենք, բանը օրվա մեջ բոլոր պետական պաշտոնյաները 50 հատ ստատուս ու հայտարարություն են գրել կաթողիկոսի վերաբերյալ։ Նրա եղբորը այսօր կանոնավորեցին նրանց վերաբերյալ, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, ում ասես, կապ չունի, ում մասին ասես։ Բայց այ որ Սևան է Գյոյքչայա, այդ դրա մասին արձագանք չկա։ Հիմա Ժողովուրդ ջան կամ Նիկոլը ընտրվում է։ Սևանը դառնում է Գյոյչա, Արալդերը դուսա գալի Զինանշանիվից։ Հայաստանը հարմարեցվում է ադրբեջանցիների վերադարձին, եւ ադրբեջանցիներս մեն վերադառնալ։ Կամ Նիկոլը չի ընտրվում։ Եվ այս երկիրը մնում է Հայաստան։ Հայաստան, ոնց որ կա Հայաստան։ Երկու օր առաջ մի կինա ինձ գրել, ասում է պարոն Մարուքյան, ես տեսա, որ դուք կնիքի հետ կապված դատի եք տվել, որ կնիքի վրայից Արալդերը հեռացնում են։ Ասում է, բայց անձնագիր եմ հանել Սասունցի Դավիթը առաջ էջից հանել է։ Ասում ես ինչ ասում, ինչ Սասունցի Դավիթ։ Չեմ նկատի հիմա։ Գնում եմ վերցնում եմ կեսաչափական անձնագրից մեջ կա Սասունցի Դավիթ, հա։ Նոր անձնագիրը որ հանել եմ չկա Սասունցի Դավիթը։ Անկեղծ չգիտեմ ոնց ա եղել, չգիտեմ երբ ա եղել, բայց այդպես է։ Հիմա դիզայնա փոխվե բան, չգիտեմ, Սասունցի Դավիթը ում խանգարել, չգիտեմ։ Բայց process-ներ են տեղի ունենում, Ժողովուրդ ջան, ասենք Մեսրոպ Մաշտոցը ոնց է դարձել QR կոդ։ Սասունցի Դավիթն է անհատացել, հետո Արադ լերը չկա, հետո Սևանը Գյոքչայա, հասկանում եք։ Եվ հիմա չեմ ուզում մտնեմ պատմական այդ անցքերով, sense խողովակներ, պատմություն ուսումնասիրելով գնանք, ասենք, բա գիտեք, Ժողովուրդ ջան, իրանք նոր ազգ են, իրանք տենց ազգ չկային, բան, իրանք մեր հաշվին մեզ հաղթելու, մեզ նվաստացնելու, այս ամենօրյա նվաստացման հաշվին դառնում են ազգ։ Նոր ձևավորվել են, արդեն ազգ են, արդեն Ադրբեջանը ազգ է, ադրբեջանցի, հա։ Եվ այս իմաստով, Ժողովուրդ ջան, մենք մեր մասին պետք է մտածենք։ Հիմա իրանք պատմությունել են կեղծի ամեն ինչ, ինչ կա վերցրել են մեզանից, ասում են մերն է։ Հիմա Հայաստանը ինչը որ ունի, որ իրանն է, ասում է մերը չի։ Մերը չի, սա պատմական է, տանք իրանց։ Սա մերը չի, սա հանենք, որ մեկին չգրգռի, սա հանենք, որ նա չնյարդայնանա, սա ինձ հրաժարվենք, որ նա չնեղվի։ Դուք չեք հասկանում ուր եք գնում։ Հիմա անդրադառնալով հիմնական թեմային։ Լավ Ալիևը սա ասում է, սաղս իմացանք, գիտենք, տեսանք, ներվայնացանք եւ այլն եւ այլն։ Պատասխանը չկա, 0, 0։ Չկան պետական ինստիտուտներ։ Պատասխան չկա։ Լավ ի՞նչ է անում Հայաստանի քաղաքացին, ի՞նչ է մտածում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, ես առաջադրվելու եմ։ Էդմոն Մարուքյանը կոչ է արել համախմբման ավելի խոշոր մասնակցության համար, որ ավելի խոշոր մեծ մասնակցություն լինի, որ ջախջախիչ մեկ հարվածով հաղթանակ տանի եւ Նիկոլ Փաշինյանը մի ընտրական process-ով 30 վայրկյանանոց քվեարկության արդյունքում գիշերը հրճակվի, որ այլևս Հայաստանի վարչապետը չի լինելու այդ մարդը։ Եթ իմ առաջարկն է։ Հիմա եթե այդ առաջարկը տեղի կունենա, Ժողովուրդ ջան, տեղի կունենա շատ լավ։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ դա տեղի ունենա։ Մենք մեր ներդրումը կունենանք դրա մեջ։ Խոշորացումը։ Եթե տեղի չունենա, եթե չի ստացվում այդ խոշորացումը, բոլոր ուժերը ուզում են մասնակցեն իրաց ձևով, տարբեր արշավներով, ամեն բաներով, մասնակցեն շատ լավ։ Բոլոր ուժերը կմասնակցեն։ Այդ պարագայում մենք չենք պատրաստվում ձեռքերներս ծալած նստենք։ Մենք մեր մոտեցումները ներկայացնելու ենք։ Մենք մեր մոտեցումները ներկայացնելու ենք եւ պայքարելու ենք, որ Սևանը կոչվի Սևան, որ Արադ լեռը մնա Արադ լեռ, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ միակողմանի զիջումների չգնա, որ Հայաստանը չկորցնի այն ինչ որ գոնե այսօր ունի, այդ եղածը պահպանի, հասկանում եք, խոսքը նրա մասին չի, Հայաստանում չկա քաղաքական ուժ, որ ասում է գնանք հարձակվենք, գրավենք բաները, Թուրքիայի 6 վիլայեթները, չկա այդպիսի ուժ, սուտ է, կեղծիք է պատմական եւ իրական Հայաստանների պատերազմը։ Ամեն ուժ ինքը իր մոտեցում ունի, կներկայացնի շատ լավ է, հասկացանք։ Բայց ես տեսնում եմ, որ Վրաստանի եւ Մոլդովայի օրինակները շատ վատ օրինակներ են, դրա արդյունքում իշխանությունը հաղթում է։ Դրա համար մենք առաջարկել ենք այդ խոշորացումը։ Հիմա եթե չի լինի, ուրեմն իմացեք, մենք էլ ենք առաջադրված, մենք էլ ենք առաջադրվում, մենք էլ վաղուց ենք առաջադրված, այսօր չենք առաջադրվելու։ Մեր մոտ թատրոն չի, որ ասենք ես առաջադրասեմ, ես առաջադրվում եմ, ասես ինչ-որ բաներ։ Բոլորը գիտեն, որ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջին համարը ես եմ, հետեւաբար վարչապետի տեխնացուն էլ ես եմ։ Այսինքն մենք թատրոն չենք խաղում։ Մենք ասում ենք Ժողովուրդ ջան, տեսլական կա ավելի խոշոր մասնակցության։ Կստացվի դա, կստացվի։ Չէ, մենք կռվելու ենք, մենք կռիվ ենք տալու այս Ալիևի, այս Հայաստան Հանրապետության ադրբեջանացման, մեր պետության արևմտյան Ադրբեջան դարձնելու ծրագրի դեմ։ Մեր ունեցած մեթոդներով, մեր ունեցած ձևերով, մեր պատկերացրած ուղիներով։ Հայաստանի Հանրապետության սպասվող խորհրդարանական ընտրություններում այս ամեն ինչը կանգնեցնելու համար։
Եվ դրա համար եւս մեկ անգամ էլի կոչ եմ անում բոլորին, ովքեր որ կիսում են մեր մոտեցումները, կապ հաստատեք եւ միացեք մեզ։ Մեր բոլոր տվյալները բոլոր տեղերում տեղադրված են։ Միացեք մեզ, միասին փորձենք այս ճանապարհը անցնել եւ թույլ չտանք, որ Սևանը կոչվի Գյոկչալ։ Այն մյուս բաները չեմ ուզում ասեմ, այնտեղ բոլոր բնակավայրերը ադրբեջաներեն արդեն իրենք ասել են, ասում են ու դեռ բնականաբար կշարունակեն ասել։ Խնդրում եմ միացեք մեր YouTube-ի ալիքին եւ բազմապատկեք այս տեսանյութը։ Տարածեք որքան կարող եք։ Պետք է կանգնեցնել այս արհավիրքը։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։